Որ եւ որդվո եւ հոգուին սրբո ամեն։ Մեծարգո պարոն վարչապետ, գերաշնորհ Սրբազան հայր, սիրելի պետական այրեր, սիրելի հավատացյալ հայորդիներ, այսօրվա կիրակին բարեկենդան է։ Սա նշանակում է, որ ուղիղ 50 օրեր հետո մենք միասին տոնախմբելու ենք մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդը։ Եվ եթե բարի կենդան է, ապա բարի կենդանությունը մեզ հիշեցնում է մեր նախածնողների Ադամի եւ Եվայի դրախտային կյանքը, որից նրանք զրկվեցին պատվիրանազանցության արդյունքում։ Եվ մեր եկեղեցու ծննդացույցի համաձայն այսօրը դրված է որպես բարի կենդան, որպեսզի մենք առիթ ունենանք 50 օր մեզ քննելու եւ պատրաստվելու Սուրբ Ծննդյան խորհրդին նրան դիմավորելու։ Բնական է, որ երբ որ մարդը սկսում է իրեն քննել, իր էության մեջ հայտնագործում է տկար կողմերը։ Ում է հաճելի տեսնել իր տկար կողմը։ Բնականաբար ոչ ոքի, բայց այն մարդիկ, ովքեր որ որոշում են իրենց ներսում գտնվող տկարությունը հաղթահարել, նրանք լիարժեքորեն դառնում են Աստծո զավակ։ Արդյոք հեշտ է հաղթահարել այդ տկարությունը։ Բնականաբար ոչ, բայց արժե, այո, միանշանակ արժե։ Արժե, որ մարդը դուրս գա իր հարմարավետության գոտուց եւ փոխի իր անձը եւ սրանով կարողանա կատարելագործվել, որովհետեւ Ավետարանում Հիսուս Քրիստոսի պատգամը հետեւյալն է. կատարյալ եղեք, ինչպես որ ձեր երկնավոր հայրն է կատարյալ։ Գուցե այստեղ հարց լինի, արդյոք մենք Աստված պիտի դառնանք։ Մենք Աստված չենք դառնում, բայց մենք գնում ենք կատարելության ճանապարհով, մենք գնում ենք ձգման ճանապարհով։ Եվ Աստված գնահատում է այդ ջանքը, եռանդը, ավելացնում է քո ուժը, զորությունն ու շնորհը, որպեսզի կարողանաս առաջ ընթանալ եւ հասնել ու ճանաչել քո ամենալավ ինքնատեսակը։ Եվ որ դու ճանաչողություն ես ձեռք բերում, ապա բնականաբար քեզ համար կյանքը իր էությամբ շատ փոխվում է։ Եվ այդ փոփոխությունն է քեզնից դուրս է գալիս եւ տարածվում է քո շուրջը։ Ինչպես որ թող մեր ներսում հայտնի լույսը եւ մարդիկ այդ լույսը կտեսնեն։ Եվ դու կդառնաս Աստծո ձեռքին գործիք, եւ որտեղ որ Աստված կարիք ունի քեզ կիրառելու, դու հայրմերի միջի աղոթքի պես պիտի ասես. Եղիցի կամ քո, քո կամք լինի Տեր, եւ ես պատրաստ եմ, որ դու ինձ կիրառես այնտեղ, որտեղ որ դու հարմար ես գտնում։ Պարզապես որպես գործիք կիրառվելու համար դու կարող ես լինել կամ լավ գործիք, կամ կարող ես լինել փոքրինչ վատ գործիք։ Գործը հաջողության է հասնում որ դեպքում, երբ որ գործիքը շատ լավն է։ Վարպետը արդեն իսկ լավն է, վարպետն Աստված է, իսկ գործիքը դու ես։ Ինչքան որ քեզ կլավարկես, այդքան վարպետի աշխատանքը մեծ հաջողության կհասնի։ Ինչքան որ դու դանդաղես այդ ճանապարհի վրա, ապա ելի գուցե կհասնես արդյունքի, բայց միավոր ժամանակի մեջ անընդհատ հետընկնելով։ Բնական է սիրելիներս, մենք հոգևոր կյանքի մեջ հաճախ բարդություններ ենք նկատում, բայց հոգևոր կյանքը բարդություն չէ, ինչպես Աստված եւ Աստծո գոյությունը բարդություն չէ։ Եվ այսօրվա ավետարանական հատվածում Հիսուս աշակերտների վեճը իմանալով կանչում է մի երեխա նրանց մեջ եւ երեխայի վրա է օրինակը ցույց տալիս, շեշտելով երեխայի պարզությունը, խոնարհությունը եւ անկեղծությունը։ Եվ այդ պարզության մեջ էլ մենք պիտի պատկերացնենք յուրաքանչյուր բարդագույն խնդրի լուծում, որովհետեւ ինչքան բարդ է խնդիրը, դու ավելի շատ էլ բարդ ես պատկերացնում եւ լուծումը հեռանում է։ Իսկ ինչքան պարզ ես նայում ամեն ինչին, որպես մի պարզ երեխա, Աստված նայում է քո մաքուր սրտին եւ պարզ հայացքին եւ ըստ այդմ է տալիս է քո պատասխանը։ Չէ՞ որ սիրելիներս, գոյություն ունի աստվածային նախախնամություն եւ աստվածային նախախնամությունից ոչ մի տեղ չի կարող փախչել։ Պարզապես մեզ հաճախ թվում է, որ Աստված ապրում է այլ մոլորակի վրա, մենք ապրում ենք այլ մոլորակի վրա, մենք պիտի շատ առապենք, որ Աստված մեզ լսի։ Բայց Հիսուս ասում է. Աստծո արքայությունը ձեր ներսում է։ Քո ներսում գտնվում է եւ քո խնդիրը, քո ներսում գտնվում է նաեւ դրա լուծումը։ Մենք հաճախ մեզնից դուրս ենք փնտրում լուծումները, բայց իրականում պիտի նայենք ներս։ Սուրբ Գրիգոր Նարեկացին հենց դա էր անում։ Ներհայեցողության միջոցով ճանաչում էր իր աստվածային էությունը, այնտեղից հանում էր մեղքերի շարքերը, թվարկում իր մատյանի մեջ տասնյակ գլուխներով եւ հետո խաղաղված լցվում Աստծո շնորհով եւ գալիս է բժշկությունը։
Հենց որ մեղքը լքում է տարածքը, գալիս է շնորհը եւ Աստված գործում է ել ավելի զորավոր կերպով, ել ավելի տեսանելի կերպով։ Պարզապես իրեներ մենք մոռանում ենք, որ պարզության մեջ ամեն ինչ կա։ Հավատքի մեջ էլ պարզություն կա։ Շփումների մեջ էլ պարզություն կա։ Եվ այդ շփումները պիտի լինեն իրապես քրիստոնեական, սիրո, համբերատարության, ներողամտության, տրամաբանության մեջ, որպեսզի քո կյանքը լինի իրապես Աստծո կամքով։ Եվ որ հավատաս ու եւ ստանաս։ Ինչու են մենք հաճախ բողոքում, որ բայց ես հավատում եմ, չեմ ստանում։ Ես այցելում եմ եկեղեցի պատարագի, մոմ եմ վառում, տարբեր սովորություններ պահում եմ, ինչի չեմ ստանում, որովհետեւ որքան որ հավատում ես, այդքան ես ստանում։ Եթե ուզում ես ավելին, պիտի փոխվես ավելին։ Սա պարզ ճշմարտություն է։ Պարզ հավատքի հետ կապված մի առակ ասիրելես։ Ասում եմ մի գյուղ կար, որտեղ որ ամիսներ շարունակ երաշտ էր, անձրև չէր եկել։ Գյուղացիները տեսան, որ եթե այդպես շարունակվի, իրենց արտերը կչուրանան եւ հաջորդ տարվա համար վերջ չեն ունենա, աճ չեն ունենա։ Որոշեցին գնալ իրենց գյուղի սրբավայրը, այնտեղ աղոթք անելու եւ Աստծուն խնդրելու, որ իրենց անձրև տա։ Առավոտյան, երբ որ գյուղամեջից ճանապարհում են, մեծերը տեսնում են, որ իրենց մեջ նաև մի երեխա կա, որ իր հետ վերցրել է անձրևանոց։ Մեծերը սկսում են երեխային ձեռք առնել ասելով, միթե դու այս գյուղից չես, այսքան ամիս այստեղ անձրև չի եկել, դու անձրևանոցը ինչի համար ես վերցրել։ Երեխան զարմացած ասում է, բայց չէ՞ որ մենք գնում ենք Աստծուց անձրև խնդրելու։ Ես անձրևանոցը վերցրել եմ, որ հենց անձրևը գա, այն պահեմ գլխիս։ Այս առաքելավարությունը հետևյալն էր։ Մեծերը անում էին այն ինչը որ ընդունված էր։ Երեխան անում էր այն, ինչին որ հավատում էր։ Եվ առակը վերջանում է այսպես. Աստված ամեն դեպքում անձրևը տվեց, ոչ թե մեծերի համար, այլ այդ փոքր երեխայի հավատքի ի պատասխան։ Մեծի ջուրաքանչյուրի մեջ մի փոքր երեխա կա, որի հետ մենք կամ հաշտ ենք, կամ խռոված ենք։ Արժե որ հնարավորինս շուտ հաշտվենք այդ երեխայի հետ, որովհետև այդ երեխան մաքուր, որպես մի մաքուր տախտակ, ինչպես փիլիսոփաներն են ասում, տաբուլա ռասա եկել էր այս աշխարհ։ Ով այս աշխարհում ինչ հասցրեց, խզբզեց իր վրա։ Եվ երբ որ երեխան մեծացավ, ինքը զգաց, որ իր ներսում որոշակի սովորություններ կան, որ իր սրտով չեն։ Այդ երեխան արդեն մեծ է, ես եմ, դու ես, նա է, եւ մեզ պիտի մաքրենք այդ տախտակը, որ ուրիշներում այս աշխարհը խզբզեցին եւ դառնանք այն, ինչը որ Աստված իրականում ստեղծել էր, որ ետ վերադառնանք մեր բերքրության դրախտը։ Մենք հաճախ տարապում ու տանջվում ենք։ Ինչու՞։ Որովհետև արճում ենք այս աշխարհի համբավից, հարթից, ուրիշների կարծիքից։ Մենք հաճախ տանջվում ենք նաև մեկ այլ պարագայում, որովհետև ուզում ենք երկու օրվա հոգսը մեկ օրում կերել։ Իսկ Աստված ասում է. օրվա հոգսը օրվան բավ է։ Եվ այս իմաստությունները Սուրբ գրքից քաղելով սիրելիներս մենք պիտի շարժվենք առաջ, որովհետև հոգևոր կյանքը շատ պարզ է, այդ պարզության մեջ պիտի լինի նաև մեր հավատքը, մաքրության ու անկեղծության եւ հիշենք հետեւյալը. մեզնից դուրս աշխարհն է, իր աղմուկով, նման է շատ աղմկոտ քաղաքի։ Մեր ներսում գտնվում է այդ քաղաքի կենտրոնը, որտեղ կան շատ դրվաններ, գեղեցիկ թփեր, վարդեր, ծաղիկներ, թռչուններ, մեղուներ եւ այդտեղ խաղաղություն եւ հանգստություն կա։ Դու պիտի որոշես, քեզ պետք է քաղաքի աղմուկը, թե քո ներսի խաղաղ օթևանը։ Այդ խաղաղ օթևանի մեջ է պիտի հանդիպես քո Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսին։ Եվ քո աստվածությամբ մենք բոլորս հանդիպենք մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսին։ Աստծո շնորհը, խաղաղությունը թող լինի ամենքիս հետ, այսօր եւ միշտ Հավիտյանս հավիտենից ամեն։ Եվ գորում ես համարձակած այ բարբարով